Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվեց մասնակիցների բացակայության պատճառով։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանը այդպես էլ չի կարող ներկայանալ, քանի որ վաղ առավոտից նրանց բնակարանում խուզարկություն է իրականացվում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը անհնարին համարեց նիստի շարունակությունը եւ առաջարկեց կողմերին դիրքորոշում հայտնել։ Մեղադրող կողմը նիստից բացակայելու մասին նախապես չտեղեկացնելը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Տիգրան Գալստյանի փաստաբանը հակադարձեց դատախազների պնդմանը, տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարող էր պաշտպանյալը նախապես տեղյակ լինել իրենց տանը սպասվող խուզարկության մասին։ Պետք է նաև հասկանանք, արդյոք Տիգրան Գալստյանը հասանելիություն ունի կապի միջոցների, թե չունի, որտեղ խուզարկության ժամանակ այդքան հեշտ չի ըստ էության նաև հաղորդակցվելը։ Պատվաստան դատարան, ինչպես տեսնում ենք, հարգելի հանրային մեղադրողը տեղյակ է, որ խուզարկություն է իրականացվում, եւ կարծում եմ, որ առաջին հերթին ինքը պետք է տեղյակ պահել դատարանին։ Բացի այդ, վարույթ իրականացնող մարմինը, ով խուզարկություն է կատարում, նա էլ պետք է տեղեկացրած լինել դատարանին, որ դատարանի վարույթում գտնվող գործով մեղադրյալի հետ կապված գործողություն պետք է իրականացվի։ Եվ ըստեղ ամբողջ մեղքը գցել մեղադրյալի վրա, թե ինչու նախապես տեղյակ չի պահել, կարծում եմ, որ իրավաչափ չէ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատական նիստը հետաձգեց, նշելով, որ հաջորդ նիստին քննվելու է Վահագն Չախալյանի եւ Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։ Բացի այդ, դատարան կհրավիրվեն քննչական կոմիտեի փորձագետները, որոնց հարցաքննության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։